Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, արդեն քանիցս Ռուսաստանից լսում ենք արձագանքներ, այս անգամ արդեն Մարիա Զախարևայի շուրթերով, որ ռուսաստանցի եւ նաեւ նշում է զուգահեռ, որ արտասահմանցի գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում ներդրումներ անելու տեսանկյունից, հիշեցնում է Հեցի օրինակը, հիշեցնում է Սամվել Կարապետյանի օրինակը, ասում է, որ այս օրինակները ավելի զգուշավոր են դարձրել ներդրումներ անելու տեսակետից։ Մի ժամանակ կար, ես գիտեի, որ իրականում ռուսական բոլոր լրատվամիջոցները ինձ հետևում էին, հիմա չգիտեմ, մեկը կար ասում էր ու իսկապես։ Հիմա եթե լսում են կամ չեն լսում, պետք է ասեմ հետևյալը, արտասահման ասածը ինչ երկիր նկատի ունի, Ռուսաստանը մենակ։ Իրենք հայության հանդեպ գիտեք, սեփականատիրոջ անհիմն զգացում ունեն, որը բնազդի մակարդակի է իջել, իհարկե դա հայության մեջ մի շերտ կար, մի աչքեն, որ առիթ է տվել դարերով, որ իրենք սեփականատիրոջ նման է։ Հիմա հարցը էսպես է, քեզ ինչ, ինչի ես խառնվել, ինչի եք խառնվել Հայաստանի հարցով, ասեմ ինչու։ Եթե մենք պրոպագանդան թողում ենք, զուտ գիտաքաղաքական, տնտեսագիտական հետ նյութի վրա ենք վերլուծություն անում, ասում եմ հետևյալը, եւ խոսքից տերեմ։ Ռուսաստանը այն շոքեգարշի է նման, մաշված բաները, այդ երկաթգծի շպալները քանդված, որի եւ մաշված նաեւ ռելսերը եւ գնում է անդունդ եւ դա կանգնեցնել չի հնարավոր բան չի դրա համար է պատերազմը շարունակվում եթե այդ վիճակում չլներ պատերազմը կանգնեցրել էին ինչու որովհետեւ ժողովրդին զբաղեցնելու հեղափոխությունից խուսափելու միակ ձևը այն մնացել է պատերազմը շարունակել որ մարդկանց ասեն դե հայրենիք է էս Հիմա փոխանակ իրենց դարտով զբաղվեն իրենց հարցով անընդհատ Մարիա Զախարովը Զախար խոսում է ես որ հիմա ասեցի Զախարը խոսում է հաջորդը կիմանա ինչ եմ ասում Հիմա քեզ ինչ հիմա ասեմ երկրորդ ով ասեց հիմա փաստեր բերեմ սխալ է իրենք որ ասում են արտասահման հայ եւ այլն իրենք հասկանում են Արևմտյան Հայաստան չի եղել, որի զոհի պատճառներից մեկ իրենք են հեղինակը։ Ցեղասպանության երկրորդ պատասխանատու պետությունը որպես հրահրիչ Ռուսաստանն է, Գերմանիան չի։ Գերմանիան Թուրքիային օգնողն է։ Հիմա Արցախն էլ կենթանի այս արածը գալատամորով էլի ինքն է։ Բայց ինչ-որ մի բան ունեն, հարազատության ցուցադրական բան ունեն, մեզնով են զբաղված։ Լավ կլինի հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Չներդրումների մասին է խոսում։ Գեոքաղաքական վիճակը փոխվել է։ Ես վարչապետին հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում, նաև իշխանության առաջի դեմքերին, որոնք շատ զգուշավոր այն process-ն են ղեկավարում, որի մեջ Հայաստանը հայտնվել է, բայց հայտնվել է մեր կամքով նաև, այդպես չի որ ինք իրեն։ Համենայնիվ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կոնցեպցիայի շրջանակներում է, որով մենք բացատրում ենք, հասկանում ենք եւ այլն։ Հիմա ինչ է կատարվել։ Ուրեմն այս տարի որ, չէ, տարին փակվում է, հիշեք հունվարի 14-ին Հայաստանը, եթե օրը չեմ սխալվում, Վաշինգտոնում Միացյալ Նահանգների հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության հաստատուղթ։ Իհարկե դա այն փաստաթուղթը չի, որը Իսրայելի մակարդակի է բարձրացնում, բայց այն փաստաթուղթը չի, որ Զախարովաներին կարելի է մարդու տեղ դնել, այլևս։ Ուրեմն մենք լրիվ հայտնվել ենք բոլորովին այլ իրականության մեջ։ Անցումը ուղղակի ես կողմ եմ բնական է, որ անցնցում լինի, բայց մի քիչ էլ պիտի համարձակ լինել, անցում է տեղնում կոորդինատների մի համակարգից, որը կոորդինատեր չէ, ռուսական ստրկությունն է, ինչը մենք տեսանք Արցախի հարցով, ինչ արեց 30 տարվա մեջ, ոնց տաքացրեց, ոնց անձնեց, վերադարձրեց։ Հիմա այս տնում ենք կողքի եւ ուրեմն այդ փաստաթուղթը արդյունք էր նաեւ հավասարակշռության
կոնցեպցիայի ռեալիզացիայի իրացման, որի տակը հաշվեկշիռն է, բալանսը երկու ընկալում ունի, կա հաշվեկշիռ սուբյեկտների միջև, դրանց դրական կամ բացասական փոփոխությունները բերում են նոր հավասարակշռության։ Հայաստանը նոր հավասարակշռության կամ բալանսի մեջ է հայտնվել, որը ինչու եմ երկարացնում, որպես հասկանանք մենք ու ընդմիշտ Հնդկաստան, ամուր Ֆրանսիայի մասին էլ չեմ ասում, հետո այդ մանր-մունր պետությունները չհաշվենք, Նաև Գերմանիա։ Չէ, մինչև Գերմանիան, Ամերիկա եւ Գերմանիա արդեն։ Գերմանիա, որը ուրեմն Եվրոպայի գիգանտն է, ով չգիտի։ Եվ կյանքն էլ պարտադրում է, որ սրանք, որ խուսափել են գերմանացիները Հիտլերից հետո նորից բանակի վերազինով զբաղեն, իրենք ստիպել են եւ նա էս կնում է։ Հիմա այս հաշվեկշռի այս փոփոխությունը բերում է նոր հավասարակշռություն։ Հիմա այս երկրներն ենք նայում, Իրանն էլ տեսնում եք։ Իրանը խոսում է, բայց Իրանը հարցեր ունի Ամերիկայի հետ։ Իրանի պիտի հասկանալ, մեր դեմ է խոսում, երբ որ ասում է, թե այն տարբերակն է, որ աղջիկ քեզ եմ ասում, հարց դու հասկացի, թե Հայաստանի միջոցով ուզում է այդ երկրների հետ, որոնց հետ մենք մտերմություն ունենք, այսպես ասենք, նրանց հետ հարաբերություններ կարգավոր։ Կարծում եմ երկրորդ տարբերակն է, եւ այդ փորձը, որ ես ունեմ, վստահաբար ասում եմ, հունիսի իմ այցի նաեւ արդյունքների հետ կապ ունի դա։ Հիմա Իրան։ Հիմա ես բանի մեջ հասկանում եք ինչ կա, ինչ Ռուսաստան, ինչ Զախարովա, ճար ունեն Ռուսաստանը փրկեն, իրենց փրկեն եւ իրենց օլիգարխներին, հայ օլիգարխներին, այդ կապիտալ բան, իհարկե փրկում են, Ադրբեջան են հանձնում, բերում են, հանձնում են Բաքու, 8 հոգու հանձնել են։ Չէ, ինչի։ Հիմա սրանց Արա Աբրահամյանը մեդալ ստացավ։ Հիմա կասեմ, էդ են անում, հա, հիմա ուզում եմ ասեմ, ահա այսպես է եւ դրա համար չի լսել Զախարովան, այ դրա դեմ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ IT տեխնոլոգիաներ, չէ, խոստացել են, բայց Ադրբեջանի հետ կապ չունի արդեն, հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտին է, նոր ուրեմն արհեստական բանականություն, խմբերն աշխատում են, դե շատ ռեկլամելու կարիք կա կամ չկա, նաև էներգետիկայի ոլորտ եւ այլն, սա այն միջանց կոչված իրենց սիրելի Ալիևի մասին չի, որից չեն կարողանում էլ ազատվել, հենց են խրվել Ալիևի ցծի վրա, Պուտիններով, Զախարով, չեն կարողանում շնչեն, շնչայց են եղել, որին իրենք են աճեցրել, իրենք չեկիսն է, կագեբեիշնիկն է իրենց, մերոնց, բայց քանի որ թուրք է, մերոնց նման ստրուկ չի մնում մինչև վերջ, կցել է, հիմա ուրեմն այստեղ է, որ հետևաբես, այսինքն ինչ ասեմ, Ֆրանսիա եւ այլն, կապիտալ ներդրումներ կան, նաեւ աշխատուժ կա, որն է դա, հնդիկները դուք գիտեք, որ Հայաստանում հաջողով են աշխատում, հիմա ուր մնացել ասածը, ինչ են մտահոգվել, այ իրենք ուրիշ բան ունեն, մի պրոբլեմ ասեմ, նախ կապիտալ ներդրումներ կարողանան ստանալ, չեն ստանում, որտեղ նավթի գները տեսնում եք, Թրամփը խոսում է, բայց անընդհատ թրեպոցով կրճատում է բոլոր հնարավորությունները, սկուրալից են կողմ մարդկանց ասեմ թող իմանան, առաջ ուրեմն Ուրալից մինչև Վլադիվոստոկ, մինչև չգիտեմ ուր, այդ հսկա քարտեզը որ նայում ենք, ծնվել է նոր սերունդ, որի հայրը չինացի է, մայրը ռուս է։ Իհարկե ռուսական քաղաքացիություն կա հիմնականում, բայց դե չինացին հայ չի ռուս, արմյաշկա չի որ կնգան ենթարկվի, սրանք բոլորը չինական նոր սերունդ է գալիս, այս սրանց մասին ես իրենց խորհուրդ եմ տալիս լսել, մնացածը մեր ցավով չտառապեն, հիմա մեր ցավով տառապելու հարցով մենք կտառապենք, հիմա տեսեք ամերիկյան ստրատեգիայի շքեղությունը,
Եկեք ես այդ նարատիվներին անդրադառնամ, պարոն Շիրինյան, քանի որ դուք գնացիք հունվարի 14 եւ այդ ստորագրված փաստաթղթեր։ Հիմա տարվա սկզբին խորհրդարանական ընդդիմությունը, որոնց դուք այլ կերպ եք անվանում, բայց ռուսական սեգմենտ է, բա ինչ անվանում։ Խորհրդարանական ընդդիմությունը պնդում էր, որ այդ փաստաթղթերը ստորագրվում են հին վարչակարգի հետ, որ նոր վարչակարգը Թրամփի վարչակարգը հետաքրքրված չէ տարածաշրջանով, խաղաղությամբ եւ այլն եւ այլն։ Հետո խոսեցին պատերազմի հնարավորության մասին։ Օգոստոսին եղան հայտնի փաստաթղթերը, որը փորձում են միջև այսօր նվաստացնել։ Հետո արդեն ցորենը ռուսական, ղազախական, ադրբեջանի տարածքով դա խոսակցությունները տարան նրան, որ 4-րդ կարգի ցորեների եւ մեզ պետք չէր։ Հիմա ադրբեջանական նավթամթերքն է, այսպես ասած, հայտնվել ճակերտավոր ասած թիրախում։ Հիմա ադրբեջանական նավթամթերքը այսպես տարբեր որակումներ են ստանում, որ նախ մեր հանրությունը դրանից չի օգտվի, մի մասն ասում է դա առնելով զինում ենք նաեւ ադրբեջանական բանակը։ Հիմա սա ռուսական բանակը զինենք։ Սա խաղաղության նախադրյալ է, թե ինչպես Հիմա տեսեք, այսպես է, ես ձեր հարցի վրա եմ ասում, իրենք ասում են վարչակարգը փոխվելու է, չէ՞։ 3 տարի ունի այս վարչակարգը առաջ, չէ՞։ Չէ, նախքան Թրամփի գալն էին դա ասում։ Հա, հիմա եկավ 3 տարի ունի։ Կարող է հաղթելու է նորից եւ հաղթելու է։ Հիմա Պավլո Պուտինը վաղը մեռնի, իրենք ինչ են անելու։ Երաշխիք կա, Ռուսաստանը ավտորիտար ռեժիմ է, դե դեմոկրատական է։ Տեսեք, այնտեղ ինչ կանել նախագահային չանի կոնգրես եւ այլն սկսվում է եւ կարգավորվում է։ Պուտինի համար ասում է, որ ցույց են տալիս, օրինակ ես էլ տեսա, եթե դուք Սանկտ Պետերբուրգում նայեք, ոնց որ անդամ բան ունի, Պարկինսոնի հիվանդություն ունի։ Ձեռը չէ, ուշադիր նայեք, ձեռը մի չի շարժվում։ Կամ պահել է Ստալինի ձեռներ էր այդ ձև, պահում էր։ Ուրեմն այս ռուս ցարերի ձեռները բան է լինում, ձախն է։ Հիմա դրա վրա կարելի է քաղաքական գործընթաց բացատրել, որ հա բա որ այդ ասողը, ով որ մեր հայրենակիցն Աստված չանի, բա հիմա ասած տեղից դուրս գա հանկարծ ավտոյի տակնի մեռնի ինչ ենք անելու, ինքը ասողը, որ բացադրում է մեզ։ Այսինքն այս անհեթեթությունների վրա վերլուծություն անել չէ։ Հիմա ինչն է հարցը։ Հայ-ադրբեջանական խաղաղության հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրն ասեմ։ Ուրեմն մենք մեր առաջին հանրապետության պատմություն շատ վատ գիտենք։ Շատ վատ գիտենք։ Ես իրենց, որովհետև իրենք բոլշևիկ են չեն իմանում։ Ռուսականից բացի այդ վստահությունը չգիտեմ իրենց ինչից է եւ այն կրթություններից է երևի, չգիտեմ։ Առաջին հանրապետությունը նույնիսկ այն որ դաժան կռիվների մեջ էր Ադրբեջանի հետ Բաքվից կերոսին էր ստանում։ Շատ էր քիչ էր, բայց ստանում էր, բայց կռվում էր նաեւ։ Այսինքն նորություն չկա այստեղ։ Այդ իմաստով նորություն չկա։ Հիմա երկրորդ մասը կա։ Կա տնտեսական հարաբերությունների բլոկ, կա քաղաքական հարաբերությունների բլոկ բոլոր պետությունների համար, մշակութային հարաբերությունների բլոկ եւ գեոստրատեգիա։ Հիմա բոլոր պետություններն ինչ են անում, ընդհանրապես երիտասարդության կյանքում էլ այդպես, աղջիկների կյանքում չէ, կամ տղայի կյանքում, ջահել ժամանակ, եթե ալտերնատիվ չկա, այն Պողոսը հանդիպեց, այդ խեղճ աղջիկը պետք է ամուսնանա վերջանա, բայց եթե ալտերնատիվ կա, գջոկի, չէ։ Հիմա մենք ալտերնատիվ ենք ստացել այս բաներով, այս բարակայով, հիմա Ադրբեջանն է, Ռուսաստանն է, թե Բաքուն, չգիտեմ, Մոսկվան է ինչ որ կապ։ Ես մի հարց ունեմ Հայությանը անընդհատ կրկնում եմ, ռուսները ձեր ի՞նչն է, որ դուք բոլորից գերատասում եք ռուսներին։ Ես օրինակ, եթե գերատասել ունի, միակ գերատասելին ինձ համար Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Վիլսոնի ժամանակ հումանիտար օգնությունով, հիմա Թրամփը տեսեք։ Հզոր ձևով, ինչ ասեն, չասեն։ Պուտինի փոխարեն, Պուտինը Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին, այս Ղարաբաղցի կլանն էլ հետը հանձնեց։ Թրամփը Հայաստան է եկել, մայրուղի սարքեց միջանցքը այս ամեն ինչով։ Ամերիկան միշտ եղել է այդպեսին Հայաստանի հանդեպ։ Այս կամ անչափ։ Հիմա մնացած հարցը առևտուր է եւ առևտուրն այդպեսի բան է։ Եթե առևտուր է, մարդիկ իրար հետ հարաբերվում են։ Խոսք են մասին չի որ մենք պետք է սիրենք ադրբեջանցիներին, ադրբեջանցիք մեզ պետք է սիրեն։ Առասարակ սա պետք է մոռանալ հայերը մենակ սովորություն եթե ունենային, մենակ իրար սիրեին, մինչև 3000 տարի հերիք է որ իրար սիրեն։
Բայց այստե թույնը լցվում է, իրար ատում են, օտարին սիրում են։ Նորից փակագծում ռուսները ձեր ինչն են։ Դուք մի հատ բացատրեք որևէ մեկը։ Ռուս գրականությունը ձեր ինչն է, փիլիսոփայությունն ինչն է։ Եվ այլն, եկեղեցին ձեր ինչն է։ Ռուսական եկեղեցին մեզ հերձվածողական եկեղեցի է հաշվում։ Փոխանակ սրանց դեմ կռիվ տան, Կիրիլների։ Այս բաները մնացածը մենք հարկադրված ենք տարածաշրջանային քաղաքականություն վարելու, այնպես ինչպես առաջին հանրապետությունն էր վարում։ Առաջին հանրապետությունը։ Իսկ Վենցիայից ինչ։ Հիմա մնացածն էսպես է։ Բենզինը հիմա մեկը գրել էր 451, ասում գրել էր դրամով բենզին եմ լցրել, չի վարվում մեքենայի մեջ, ադրբեջանական։ Ուրեմն ուզում եք Ռուսաստանից ազատակ գրվել այս ձևով, հետո դառնաք պարտներներ։ Ես չեմ ասում մի հարաբերվեք, ասենք այնպես ինչպես Անգոլան է, ու վերջ։ Քոչարյան Ռոբերտները դեռ գնա բան կան, էլի։ Ինչ էր ադամանդ է հանում, չէ, ասում են, այդպես են խոսում, Սուդան եւ այլն։ Այս կան մնացած ուրիշ բան չկա։ Ուրեմն եթե ուզում ենք այդ հարաբերությունները տնտեսական, եթե ձեռնտու է կանենք, թե չէ, թույլ տվեք մի բան էլ ասեմ մնացածը, որտեվ ես պարտավորեցնում եմ, պահանջում եմ, որ սրանք Հայաստանի քաղաքական պատմությունից խոսեն, Հայաստանը չդիտեն ռուսական օկուպացիոն տարածք եւ իրենց ուղեղներ ռուսականությունից ազատված։ Լևոն Շանտը ինչ էր ասում։ Ասում է քաղաքականությունը ֆլիրտ է, սիրախաղ է։ Ասում է աշխարհը դուր ու առնելու գրեհիկ փիլիսոփայության վրա է քաղաքական առումով։ Մենք էլ ասում ենք, որ նոր չենք այս աշխարհում, մենք էլ պետք է անենք այնպես, ինչպես որ ռուսները գերմանացիների հետ են հարաբերվում։ Ասեմ ձեզ, գերմանացիների հետ հարաբերվում, ես թույլ տվեք այդ ասեմ, որովհետեւ այդ հարցը մեկընթիչ դուրս կա։ Ով որ պատերազմ մասնակցել է գիտի, Գորբաչովի ժամանակ այդ նյութերը տպագրեցին, հիմա հետ չէ։ Երբ որ սովետական բանակը կամ ռուսական բանակը մտավ Կալինինգրադ, Պրուսիա, մտան Գերմանիա, Կալինինգրադ, տեղը գիտեք։ Ուրեմն ներողություն եմ խնդրում այդ լսողից։ Երևի Գերմանուհի չմնաց, որ մի քանի անգամ ռուսները դիտավորյալ չբռնաբարեին։ Եվ գիտե, հիմա գերմանացիների հետ հարաբերվում են, թե չէ։ Պուտինը իր այդ ռաշիզմը այնտեղ չի սովորել, նայեցեք, ամբողջ ոնց որ գերմանական գաղափարախոսություն լինի։ Դրա մասին թող խոսեն, դրա մասին ասեն։ Հիմա մնացածը հարաբերություններ են ուրիշ բան կա, որ մենք պիտի մեր ազգային շահը պետական հասկանանք, Ադրբեջան, Թուրքիա, Պարսկաստան, չգիտեմ ինչ։ Ուրեմն հարաբերվենք ազգային շահի թելադրանքով, եւ սա է նորմալը, հետո հարց կլուծենք, թե չէ, ուրիշ հարց է։ Բայց որ 30 տարի չհարաբերվեցինք, վատ ջախջախվեցինք, ինչքան եմ ասել, պետք է շարժվեք քուրարակ, Եվլախը պետք է խփեք, արեն են, նույն մարդիկ են, Հիմա եկեղեցուն այս վիճակի մեջ որ դրեցին, պաշտպանում են ռուսական այս ազդեցությունը մեր սրբազան եկեղեցում եւ այլն։ Ուրեմն այս բաները կարծում եմ որ ժամանակ անցած է իրենց էլ հետո եղբայր այդ երկրեցին չեք ուզում։ Այդ երկիրը մեռնում է, թողեք կանքի մեռնի, ձեզ ինչ։ Պարոն Շիրյան, հիմա տեսեք, դուք ասում եք, որ ամենակարևոր գործընկեր, որպես այդպեսին տեսնում եք Արևմուտքը, Միացյալ Նահանգները։ Արևմուտք ես չեմ ասել։ Ես մեր գործընկերը ինձ եմ տեսնում։ Հա, Միացյալ Նահանգները։ Լավ։ Բոլորը։ Հիմա Սամվել Կարապետյանը հակառակի մասին է ասում։ Սամվել Կարապետյանն ասում է, այս խաղաղությունը Սամվել Կարապետյանը դա ռուսականացած օլիգարխ է, որի գումարները աշխատել է ոչ մաքուր ձևով։ Դրա համար դրանք հաշիվ չեն։ Ինձ համար հաշիվ չեն։ Գալու է ընտրությունների ժամանակ։ Ընտրություններին կարող է մեկ էլ տեսար կառավարությունը այս դրա տեղի վնել քրեական գործ հարուցեց, որովհետև հետի տեսեք հարց կա։ Ես չգիտեմ իրավաբանի բանով չեմ ասում։ Հեցում մենք գիտենք ինչ է, չէ՞, հաղորդագրություն չարաշահումներ են եղել։ Ինքը տնօրենների խորհրդի նախագահը չի։ Այդ թող ինքը մտածի, որ չձերբակալվի։ Բա ոնց քրեական պատասխանատվություն կարող է մեկ էլ տեսակ է եղավ։ Այնպես որ այդ բոլոր քամին լցվի։ Իրենք ռուսական ազատության գործակալներ են։ Ինչ իմաստով, ցավալի։ Իրենք, հա? Իրենց դեմքով չեն գալու, ասում։ Բա մենք ինչ ենք անում։ Մենք ստեք բան ենք անում, նրանք որ հեղափոխություն են արել, նրանք որ այս վիճակը փրկեցին։ Մենք էլ պետք է նստենք նրանք ինչ են անելու։
Եվ կառավարությունից պիտի պահանջել բոլոր ռադիկալներին ձերբակալել, ընտրություններին, պարագլուխներին ձերբակալել։ Ինչ ընտրություն, ինչ բան։ Երկիրը կողոպտոր ինչ իրավունք ունի ընտրությունի մասնակցի։ Մնացած միջոցների Ասում են գալու ենք բեսպրեդելին վերջ տանք։ Որն է բեսպրեդել։ Հայաստանը որտեղ է բեսպրեդել։ Բեսպրեդել Ռուսաստանը, ով շնչում է գնդակարում են։ Հիմա Պուտինը սուտ խոսեց, չէ՞, ասեց Կուբրյանսկը գրավել ենք։ Ճիշտ է։ Այդ տեսան, որ Զելենսկի գնաց Կուբրյանսկի դիմաց նկարվեց, վերցրեցին մի հատ գեներալի գնդակարեցին, որ Պուտինը ճիշտ դուրս գա։ Բեսպրեդել է, կարող են գնան այնտեղ բան անեն։ Այսինքն կարգ ու կանոն հաստատեն եւ այդ առասարակ ռուսական կապիտալից ասեն ոչ մի օգնություն Հայաստանին պետք չի։ Օգուտից վնասից բացի օգուտ չի լինում։ Հիմա կա երկրորդ շերտը։ Դուք տեսաք Պուտինն ինչ է անում։ Բոլորին ինչ ասեմ, խայտարակ է անում հայերին։ Հերթով նայեցեք, այդ թվում է թե մեդալ են ստանում, թե ինչու է Նևսկու նկարը, մեդալը չեմ իմանում, այդ մեդալը Նևսկին է տալիս, չէ՞ Ալեքսանդր, ինչ է։ Այսինքն ծախում է էլի, ափաշկարա է ծախում, կներեք թուրքերեն բառի համար։ Կաթողիկոսին նկարեց պարգևավճարով։ Եղբորը նկարեց։ Ուրեմն Արա Աբրամյանին վերջինը նկարեց, հիշում եք, ես ձեզ մոտ ասել եմ, երևի Արա Աբրամյանին պիտի ուղարկի։ Այն խեղճ Ռուբենին Վարդանյան տրոյկա դիալոգից Բաքու ուղարկեց, ում որ Պուտինը նկարու շքանշան է տալիս հայերից, հաշվեք հատորս է գնաց փոսը։ Խայտարակ է անում։ Հիմա Եզրաս Ներսիսյանը այս դասը գնալու։ Դե ժողովուրդը տեսա, որ այսինքն ոնց ասեմ, Տերը գործակալական ասեք, հիմա գուզեք գործակալ ասեք, գուզեք, չէ, իրենց մարդիկ, այսպես ասենք, չէ, դե կաղնազերծելը, հիմա ասում են մեր ածը սխալվել է, լավ սխալվել է, իրենց մարդկանց, հայի համար լավ հասկանալ է, իրենց մեջ ինչ կան հայ կա, հանում է անտեղ, այսինքն դրանք էլ տառնում են այն բանը, այս ցուլի իսպանական կարմիր շորը։ Մարդիկ հասկանում են, որ սրանքով են, ու դրանք անդունդն են գնում։ Այն տղեն էլ կա, ասում է, Հայաստանից պետք է լավ ուժեղ բանակցող լինի։ Հա, Նարեկ Կարապետյան։ Որ նա ինչ է։ Նարեկ Կարապետյան։ Նարեկը ինչ է։ Անունը ուրեմն Բաքվի հետ լավ, ես իրեն առաջարկում եմ, դե դու լավ բանակցի Հայաստանի իշխանության հետ։ Հորողբորը թանի մի հատ բանտից, ինչ գործում ես դե։ Ուժեղ բանակցի, հանի, տեսնեք կհանես, կարող ես, թե մոտը կգնաս, եթե ասեցի են ասեր կար։ Ուզում եմ ասել սրանցով, ես մի առաջարկ ունեմ, նաև բոլորիս մեզ, հունվարից սկսենք կոնստրուկտիվ բան, մենք մեր երկրի վերափոխման ծրագիր պիտի առաջարկենք, օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, ինչ է առաջարկում, սոցիալ-դեմոկրատներ եթե կան, չեմ տեսնում, ինչ են առաջարկում, բանը քաղաքացիական պայմանագիր, վերափոխումների ինչ տարբերակ է, սա պիտի մտածենք, ոչ թե Սամվել, մավերից Սամվելը փուրն է տալիս, այդպես ժողովրդական խոսքով, Պուտինը ում նկարում հանում է փուրն է տալիս, ինչու, ասեմ ձեզ, այստեղ որ իրեն փող է պետք, Պուտինի աչքին հիմա ոչինչ չի երևում պատերազմը շարունակելուց բացի, եթե այսօր շարունակել դադարեց պատերազմ Ուկրաինայի դեմ, ռուսներն ասելու են հաց, արաղ, ոդկա, ուր է, աշխատավարձ, թոշակ չկա, դրա համար զբաղեցնում են պատերազմով, ուրեմն եթե դադարեցրեց, այդ հարցերը գալիս են և իրենք ինչ են անելու, խրվել են, չեն կարողանում դուրս գալ, և վերնախավի մոտ է այդպես և այլ, դրա համար մենք պետք է մեր երկրի վերակառուցման ծրագիրն ունենանք, ինչ Սամվել, Իշխան, այլ, այս ժողովուրդն է Սամվելների է սպասում, ես կան տեսնելուց հետո, հա? Գալու ենք հարստացնենք աղքատությունից հա, թող հարստացնեն, այդտեղ գիտեք մի խոսքը, ասում է ջանեմ ինձնից հեռու մնա, ում ուզում ես հարստացրու, գնացեք ստեղից, ռուսական կապիտալը բացի աղքատությունը, պատերազմ, Ադրբեջանի այդ բոլորը չբերեց և մեր պարտությունը, Արցախայությունը հարստացավ ռուսականով, հարստացավ, իրենք ունեին 100%, 200% անց ռուսական կողմնորոշում ունեին, խեղճերը գնացին Բաքու, վերցրեց իրենց ծառայեցին ամբողջ կյանքով, չէ, 8-ը, այն մյուսների մեջ չեմ
Վերցրեց Բաքու արգեց, այս է ռուսական սպասիբան է, այդ իմացեք այդպես եղել, ինչպես որ Խանջանին, Լավ, այսպես ասա։ Պարոն Շիրինյան, Ասա, տեսեք, ասա։ վերջին փաստաթուղթը ԱԱԾ, որ գաղտնազերծվեց, թեև դուք էլ ճիշտ նկատեցիք, որ Դաշնակցությունը փորձեց այսպես որակել դա որպես Դաշնակցության անուն չեմ տվել, չեմ է տալիս։ դուք Դաշնակցությունից պարզապես արձագանքեցին, որ դա ոչ իրական փաստաթուղթ է, մինչդեռ Մայր աթոռից արդեն փորձում էին արդարացնել Եզրաս Ներսիսյանին, Ասողիկ Կարապետյանն ասում է, որ այդ կերպ հոգևորականները նաև հայրենիքին են ծառայել։ Ամեն դեպքում այս բացահայտումները ինչի մասին են խոսում եւ արդյոք չի խոսում այն մասին, որ կաթողիկոսը պիտի գնա։ Ես բոլոր չեկիստների մի հատ հարց ունեմ, միշտ տալիս եմ։ Իրենք մեկը որ ասում է, իրենք ասում են, դա կեղծ փաստաթուղթ է, չէ՞։ Ես ասում եմ, դու ինչ գիտես, եթե իրենցից չես։ Որտեղ ոչ մի կաղդածառայություն իր փաստաթուղթ ցույց չի տալիս, իշքան ես որպես քաղաքագետ գիտեմ։ Ինչ գիտես։ Եթե հետները չես առնչում։ Երկրորդը, օտար պետության գաղտնի ծառայություն ինչպես կարող է դրական գործ անել ուրիշի համար։ Այն էլ մի պետություն, որ մեջ աչքի առած 23 թվականին Արցախի հարցը փակեց։ Չէ՞։ Իրենց համար շատ սիրելի Արցախի, որտեղ ասենք Ղարաբաղի, որտեղ գիտեք ինչ հարաբերության մասին են խոսում։ Մնացածը գաղտնազերծեց եւ այլն, սա այդ եթերային կռվի մաս է, էլի հիբրիդային են ասում, բայց հոգեբանական ճշմարտ համար է, մերը հրապարակեց, նրանք հրապարակեց, բայց Կալուկինը շատ վաղուց է դա հրապարակել իր գրքի մեջ ասելը ով ինչ եւ այլն, այսինքն մեզ պետք է որ իրակ լուրջ եմ ասում, մեր երկրի վերակառուցումով զբաղվենք, քանի Թրամփը կա, քանի ամերիկյան օջախնագությունը կա, մենք գիտեք ինչի կարիք ունենք, դրանք ինչ են, մանր-մունր բան է, մանվել ինչ-որ եկել են, այդտեղ նստելու են, շարքով գնալու են, ես այդպես եմ ենթադրում, ուրեմն մեզ պետք է Մսուր մանկապարտեզից մինչև դպրոցը արագ վերակառուցել, շատ լավ իմաստով, որտեղ նյութատեխնիկան բազան արդեն կա դպրոցները բովանդակային, որովհետև մեզ համալսարաններ են պետք, Ինչու, որովհետև ամերիկյան այդ տեխնոլոգիական օժանդակությունը, ես վստահ եմ գերմանականը գալու է, այդ կապիտալը գալիս է, որ Զախարովը չեն նայում, թե ինչ զախարություն է անում։ Հասկանում եք, հիմա սրանց սպասարկել է պետք, զարգանալ է պետք, այսա մեր պետք է լինի քննության առարկան, ինչքան մենք կբարձրանանք, այնքան դրանք կչքվեն։ Պարոն Շիրինյան, իսկ երկիրը վերափոխելու ճանապարհին նաև եկեղեցու նորոգումը կարևոր է թե չէ։ Իհարկե։ Ես ասեմ պատասխանատու ձևով, որ ես Հայաստանի Հանրապետությունում միակ մարդն եմ գիտության մարդկանցից, որը արդիականացման տեսության վերաբերյալ հետազոտություն է գրել։ Իմ աշխատանքը կա գրադարաններում արդիականացման Հայաստանի արդիականացում տեսություն է դա, ինչպես որ երկրները բազմավերջը եւ ուզում է թող կարդա, կա գրադարանում կա։ Այնտեղ օրինակներն ասեմ Գերմանիայի օրինակը կա եկեղեցին մեջը այդ դերակատարություն հավատը, այսինքն կրոնը, ուրեմն հարավային Կորեան, կոնֆուցիականությունը, Չինաստանը կա կոնֆուցիականությունը Դեն Սյաոպինի միջոցով, Թայվան եւ այլն, հարավային Վիետնամ եւ այլն, ովքեր որ մոդեռնիզացվել են, տեսության մասին է խոսքը, բոլոր ուրեմն երկրներում այդ մոդեռնիզացիան չի եղել առանց իրենց ազգային կրոնի։ Եթե քրիստոնեություն հաշվենք մեր ազգային կրոնը, ասել եմ կրկնեմ, դա գրել եմ Հայաստանի համար։ Երկու անգամ հրատարակել եմ, վերահրատարակել եմ, առանց մեր եկեղեցու դավանանքի եւ մեր ժողովրդի ոգեղենի վերադարձի մոդեռնիզացիա չի ստացվելու։ Դա հնարավոր բան չի։ Բացի այդ, որ մենք ինչ մշակույթ կարող ենք ունենալ, եթե մեր եկեղեցին լայն իմաստով նրա փիլիսոփայությունը չի օգտագործում եւ այստեղ ես իշխանություններից դժգոհ եմ։ Ես կաթողիկոսի հարցը լուծված պիտի լիներ։ Ինչպես։ Հա, ես ասել եմ։ Ես որ հիմա անցել է ժամանակը, չէ, ես դնեմ մի գիշերում դրանց հավաքել բերցել էի, վայ։ Այնքան եթե ասում են գործակալ է, հաբաղոնց ինչ եղել որ։ Դուք Ռիշելիեին չգիտեմ, ես էլ չգիտեմ, չեն ճանաչում։ Այն Ֆրանսիան, որ ստեղծեց կարդինալ Ռիշելիեն, որը Հռոմի Պապի կարդինալն էր, դե ժամանակ հռոմեական կայսրություններ, ինչ արեց, վերցրեց բանին Հռոմի Պապին քցեց, կներեք,
Ստեղծեց Ֆրանսիա եւ գիտեք քանի եպիսկոպոսի եւ նաեւ Կրոնվելի ժամանակ գլուխ է թռել։ Հիմա ինչ պիտի անի մեր կառավարությունը, եթե վերադառնանք Հայաստան։ Քրեական օրենսգիր գործի է դնում, եթե այդ մեղադրանքների մասին խոսակցությունը ճիշտ է, դե հենց այնպես չի խոսում։ Դրանք բոլորը քրեական բանի հետ գործ ունեն, օրենսգիր, ինչի մասն է խոսքը։ Եվ մեր ժողովուրդը շատ հաճույքով դա կընդունի։ Դե ուզում են անցնցում ձևով կաթողիկոսը։ Անցնցում եղավ, դա խրվեցինք։ Ես եղավ։ Տեսեք Ռուսաստանը Ղարաբաղյան կլանի եւ ռևանշիստների հետ իշխանության երկրորդ բևերը առաջացնում։ Երկրորդ բևերը առաջացնում։ Պետության մեջ կա մի հիմնարկ չի ընտրվում իշխանությանը։ Այդպես չի, ինչպես կարող է դա լինել։ Դուք պատկերացնում եք Ռուսաստանում Կիրիլի իշխանության երկրորդ կանգնի վիճի Պուտինի հետ։ Այդ գեներալը օրին կգներ։ Դուք պատկերացնում եք դա, որևէ երկիր պատկերացնում եք, ուք անհետեցություն, մենք համաշխարհային ազգ ենք, ենք, իշխանություն էս անում, իշխանությունը չանում։ Իշխանությունը հարցը ճիշտ է դրել։ Մեր եկեղեցին պիտի վերադառնա մեզ։ Եվ խոսքը այստեղ չի կարող ուրիշ կերպ լինել։ Բայց այս ցկցկել ինձ համար անհասկանալի դառավ։ Այսինքն օր առաջ Գարեգին բան պետք է։ Դա միանշանակ, բան չէ գնել հետը, եթե կա, ցանել հետը, եթե ճանապարհի վրա են։ Եկեղեցին պիտի մաքրվի։ Ու վերջ։ Մեր եկեղեցին մերն է, չէ՞։ Մեր եկեղեցին հիմա պատկերացնում եք հունվարի 1-ին ով է շնորհավորելու 31-ին մեր ժողովրդին։ Անթույլատրելի անհասկանալի բան է այս վիճակը։ Հարցը պիտի փակել ու վերջացավ։ Հայաստանի Հանրապետությունում պիտի բոլորը սովորեն։ Պետական իշխանությունից որևէ բարձր ոչինչ չի կարող լինել։ Առաջինը մեկ եւ երկրորդը, քանի որ մենք մշակույթի ժողովուրդ ենք, ուրեմն պետականությունը մշակույթի ամենաբարձր ձևն է։ Գեղանկարչությունը չի, երաժշտությունը չի, ինչ կանել Արամ Խաչատրյան, ինչ կանել Կոմիտաս եւ այլն, որ մեր ժողովուրդը մշակույթի ժողովուրդ է, չէ՞, Աստվածաշնչի ժողովուրդ է։ Բայց դրանից անդին ամենաբարձր մշակույթը, որ կա, դա բանն է, ուրեմն պետականությունն է։ Ինչ չեք հավատում, հարցնում եք Հեգելին։ Հեգելին չեք հավատում, մյուսներին կարծում եք։ Պարոն Շինյան, փորձեմ ամփոփել։ Նախ ընդհանուր առմամբ 2026 թվականի ընտրությունները դրանք պարզապես քաղաքային իշխանություն ձևավորելու մասին են լինելու, թե ավելի շատ, ավելի քաղաքակրթական, աշխարհաքաղաքական ընտրության մասին է լինելու։ Վերադարձ է մեր արմատներին զարգանալու համար, նոր վերընձուղվելու համար եւ ճակատագրական է։ Եվ արդյոք Խաչմերուկն է մերը, չէ։ Հարավ-հյուսիսը ուրիշ է, արևելք, արևմուտք եւ հակառակ էլի ուրիշ է։ Ամբողջականը հայկական խաչմերուկն է։ Իմիջիայլոց ես մի հատ լավ ժողովածու եմ վաղուց ակադեմիական տպել, քրեստոմատիա, հայկական խաչմերուկ։ Խաչմերուկի հարցը պիտի լուծենք։ Եվ արդյոք հեշտ է լինելու հիմա մի քանի վարչապետի տեխնացուների անուններ կարդամ, պարոն Շիրինյան։ Լևոն Զուրաբյան, Արման Թաթոյան, Էդմոն Մարուքյան, Ռոբերտ Քոչարյան, շուտով Կարապետյանները կհայտարարեն իրենց տեխնացուին։ Այսինքն Հայկ Մարության բոլորը գնալու են այն ակնկալիքով, որ հաղթելու են ԿՊ-ին։ Ես երկու օր Ալավերդում էի, անտեղ այդ գյուղի մի հատ կոլխոզի նախագահ կար, նախկին էտել է տալու։ Կսես լինելու է, էլ։ Դրանց նպատակը մի բևեր է։ Պետք է վերատան վարչապետին բարձե եւ նրանց ովքեր որ իշխանության հարցը պետք է լուծեն։ Ես գիտեմ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը անցնելու է խորհրդարան, որպես այդ ամեն ինչի աճ կենտրոնի կառույց։ Մնացածները իսկ հեշտ է լինելու պայքարը, տեսեք ինչպեսի բանակ կա։ Հա? Դե ասեցի Ալավերդում գյուղը մոռացա։ Գոլխոզի նախկին նախագահն այլ մասնակցել։ Գիտեք ինչից է, խորհրդանական հանրապետությունը ինքը խորհրդանականությունը դες բազմազանություն ու ճանապարհ լցնելու բան է, էլի։ Ես է Սերժներ կառաջադրվի, Սերժի թորը, Քոչարյանի թորը բան էլի, հո չեն թողելու ես երկիրը հանգիստ։ Հասկանում եք ոնց է։ Բայց դեմ կարծում եմ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի։ Շնորհակալ եմ, պարոն Շիրինյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Կհանդիպենք։